Ոնց դե չգիտի։ Ամենառաջի հերթին տոշակառունները ամենառաջի հերթին դեղերին են ծախսում։ Մեկ էլ կոմունալնի բաները ծախսերը անում։ Այն մնացած արդեն մեկից պարտք են անում, հիմա խանութից վերանում այդ պարտկանել, потому что կարտեչկեքով են բանա ստիպում տոշակը ստանան։ Ոնց դե չիմանա, իհարկե կիմանա։ Այսօր ես ինտերնետում տեսել եմ մի հատ մարդ ասում է, ես հարևան ունեմ, ասում է այդ մարդը, այդ հարևանը սպասում է օրվա վերջը գա, որ գնախան ու տենա հացը էժան կես գնով առնի, դա ասում է չի իմանա այդ մարդը, որ ունենա այդ 10,000-ը, չի ունենա ծախսելու տեղ։ Գնում է, սպասում է օրվա վերջը չի առնում, միջև այդ հացը էժանանա նոր վերցնի։ Ես այդքան կարամ ասեմ։ Ճիշտ է, թե չէ, դա արդեն իմ եզրակացություն չէ։ Եզրակացությունը պետք է անեն ավելի խելացի մարդիկ։ Չէ, դե գիտի ինչ է ծախսում, իր սնունդի վրա է ծախսում։ Մեծ մասն է տոշակառուն իր դեղերի վրա։ Ասում եմ տոշակառուն իրավունք չունի փողը ստանա։ Խիբը դե չստանա, դե ասա։ Ես եմ ու շոֆեր մարդ եմ, գնացի ճամփի մնացի։ Մեկին պետք է փող տաս, որ տանե։ Դե ասում եմ չգիտի ինչի վրա ծախսի։ Ով չգիտի։ Տոշակառուն։ Խի չգիտի։ Տոշակառուն մարդ չգիտի, որ հաց ուտելու եւ այլն եւ այլն։